2026 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում Շիրակի մարզում 3 համայնք չի ապահովել սեփական եկամուտների հավաքագրման միջին մակարդակը։ Ամենացածր ցուցանիշը Գյումրի համայնքինն է 67.4%։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 74.4%։ Թվերն ու ոլորտային ցուցանիշները ներկայացվել են Շիրակի մարզխորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել են նաև համայնքների բյուջեների կատարողականը, պետական ֆինանսավորումն ու մարզում իրականացվող զարգացման ծրագրերը։ 26 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները արդեն իսկ կատարվել է 82%-ով։ Հիմնականում թերակատարումը կատարվել է անշարժ գույքից եւ փոխադրամիջոցներից հավաքագրված եկամուտներից։ Մարզում շարունակվում են նաև քաղաքաշինական եւ ենթակառուցվածքային խոշոր ծրագրերը։ Այս պահին ընթացքի մեջ է 30 քաղաքաշինական ծրագիր, ավելի քան 43.5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ մարզում շարունակվում են թվով 11 դպրոցների եւ 4 մանկապարտեզների կառուցման աշխատանքները։ 2026 թվականին մեկնարկել է նաև Գյումրու Մելիքյանի անվան պոլիկլինիկայի շենքի ամրացման եւ վերականգնման աշխատանքները։ Վերսկսվել է Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի շենքի շինարարությունը։ Կառավարությունը մարզում ավարտել է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագիրը, իսկ այժմ ձևավորվում է հաջորդ փուլում ընդգրկվելիք հաստատությունների ցանկը։ Շիրակի մարզպետարանը ներկայացրել է կառավարությունն այն դպրոցների ցանկը, որոնք հիմնանորոգման կամ զրոյից կառուցման կարիք ունեն։ Իմի հետ ուղղությամբ աշխատանքներ են տարվում հասկանալու համար, թե որ դպրոցների սեյսմակայունության խնդիր ունեն, հնարավոր չէ իրանց հիմնանորոգել կառուցման հարց կա, եւ մենք նաեւ զուգահեռ ավարտելով են մյուս փաթեթը, մենք գնում ենք հաջորդ 300-ին ու հաջորդ 500-ին։ Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ եւս աշխատանքները շարունակվում են։ 2026 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մարզում ընթացքի մեջ է 40 ծրագիր 188 ենթածրագրով։ Դրանց ընդհանուր արժեքը 15.8 միլիարդ դրամ է։ Ասֆալտապատվելու է 16.1 կիլոմետր ճանապարհ, 154,000 քառակուսի մետր, սալապատվելու է 2.2 կիլոմետր ճանապարհ 9600 քառակուսի մետր, խմելու ջրամատակարարման ջրահեռացման համակարգ է իրականացվելու 3.4 կիլոմետր, որից օգտվելու է 778 շահառու, ոռոգման համակարգ է իրականացվելու 6.5 կիլոմետր, որը կազմում է 205 հեկտարի համար եւ օգտվելու է 1373 տնային տնտեսություններ։ Մարզխորհրդի նիստում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական ոլորտի ցուցանիշներին։ Ըստ մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության տվյալների նախորդ տարվա համեմատ ավելացել են հացահատկի ցանքատարածությունները, իսկ ցածրադիր գոտիներում արդեն մեկնարկել է բերքահավաքը։ Նախնական դիտարկումները թույլ են տալիս կանխատեսել, որ այս տարի նախորդ տարվա համեմատությամբ ունենալու ենք բերքատվության բարձր ցուցանիշներ։ Կարգտարության հետևանքով 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում վնասվել է շուրջ 6014 հեկտար գյուղատնտեսական ցանքատարածություն։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։